Պարոն Կարապետյան, մինչ մենք բոլորս խոսում ենք եւ դուք ներկայացնում եք, թե ինչպես պետք է հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ինքը ոչ թե մեկ քայլ առաջ է գնում, այլ հաջորդ ընտրական փուլին արդեն այսօրվանից պատրաստվում եւ ԿՊԱ-ականները նախաձեռնությամբ են հանդես գալիս, որ այն բոլոր ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանել, հաջորդ ընտրությունների մասնակցություն չպետք է ունենան, այսինքն զրկվելու են ընդհանրապես որևէ ընտրական գործընթացի մասնակցելուց։ Ենթադրենք դուք մանդատները վերցրել եք խորհրդարանում եք այս նախագիծը վերել են։ Ինչպես եք դա կասեցնել օրինակ, որովհետև իրանք ունեն այն մեծամասնությունը, որը շատ հեշտությամբ կարող են անցկացնել դա։ Բայց մենք ինչի համար պետք է դա կասեցնենք։ Ես ասեմ, որ ակնհայտ է, որ այս ձայնագրություններով ամեն ինչով իրենց խնդիր չկա ապացուցելու, որ դա ընդդիմադիր երեք ուժերի հանդեպ որ ներկայացրել են ձայնագրությունները իրենք են։ Գիտեք, դա երբ կվերաբերվի մեզ, երբ գոնե մեկ հատ դատարանի որոշում կլինի, նույնիսկ Նիկոլի դատարանի որոշումը, չեմ ասում միջազգային դատարանների որոշումները, նույնիսկ իրենց դատարանի որոշումը, չկա այդպիսի բան, ընդամենը շինց ու գործեր, բոլոր գործերը կապ չունեն ընտրակաշառքի հետ, քյաբաբ հյուրասիրել իրար, դա չի կարող համարվել ընտրակաշառք, երբ քեսանաներոջը քյաբաբի հարավիրում։ Այսինքն բոլոր գործերը նման են այդ քյաբաբի գործերին։ Չկա մի դեպք, որ դատարանը որոշել է, որ գոյություն ունի ընտրակաշառք, այս ուժը $1 ընտրակաշառք է տվել։ Ես էլ հայտարարեցի, եթե մեր կողմից, մեր ուժի կողմից տրվել է գոնե $1 ընտրակաշառք, կամ ում կողմից տրվել է, ասեց իր անունը ինչ է, էլ ինչ ասեմ, ուրիշ ինչ ձևով կարող ենք բացատրել, չկա դեպք, չկա, որովհետև եթե լիներ դեպք, դրանք ոչ թե կձերբակալեին 700 մարդ, կձերբակալեին հազարներ ու ամբողջ աշխարհին դա ցույց կտային։ Իրեն ձերբակալած 700 մարդկանցից ընդամենը 100-ին տանջելու համար, ուրիշ ոչ մի բան, 100 ակտիվիստներին, ամենաակտիվ տղերքին, ամենաակտիվ կանանց ուղարկել են բանտերը, ճնշելով փորձում են ինչ-որ բանի հասնեն, բայց իրենք չեն հասնելու ոչ մի բանի, իսկ այդ օրենքը, եթե ընդունում են, մենք միայն ողջունում ենք։ Ես դեմ եմ ընտրակաշառք բաժանելուն։ Ես կողմ եմ հավասար պայքարին, ես դեմ եմ վարչական ռեսուրս օգտագործելուն։ Իրենք ամբողջ նախընտրական փուլում եւ դրանից առաջ մեր դեմ պայքարել են միայն վարչական ռեսուրսով, որը նույնպես օրենքից դուրս է։ Իրենք իրավունք չեն ունեցել դա անեն։ Հիմա դուք հաշվի չեք առնում ինչ կարծիք ունեն մեր երկրի մասին, մեր ժողովրդի մասին, նայելով այդ մի քանի մարդկանց մեյմունությունները։ Պետք է արագ, ասում եմ, գտնել ճանապարհը, փոխել այս իշխանությանը։ Դրանից հետո մենք հնարավորություն կունենանք ճիշտ հարաբերություն ստեղծենք բոլոր կարևոր երկրների հետ, բոլոր գերտերությունների հետ, կզարգացնենք մեր տնտեսությունը եւ կապահովենք մեր ժողովրդին բարեկեցիկ կյանք։ Սա է ամբողջ ժողովրդով մենք պետք է սա ցանկանանք, ուզենք եւ հասնենք դրան։ Մենք խոսեցինք Ռուսաստան հետ քաղաքականության տնտեսական, մենք դրան զուգահեռ տեսնում ենք նաև, որ Ռուսաստանից ընտրություններից հետո հնչում են ուղիղ տեսակետներ, որ նրանք կասկածի տակ են դնում Հայաստանի ընտրությունները։ Եթե օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները, ձեր կարծիքով ինչպիսի իրավիճակ ստեղծվի հայ-ռուսական հարաբերություններում եւ դա ինչ հետևանքներով է հղի։ Ես անհանգիստ եմ, որ նույնիսկ եթե ճանաչի էլ դա լավ բանի չի բերելու։ Ինչ է փոխվում, եթե չկա վստահություն։ Մարդը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Երկիրը կամ ունի վստահություն, կամ չունի վստահություն։ Նույն Պուտինը չտեսա, որ շատ հեշտությամբ Հայաստանը կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Ռուսաստանը ունի իր շահերը տանում է առաջ, հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր շահերը եւ իր շահերը տանի առաջ։ Եթե մենք կանգնենք նայենք ինչ է անելու Ռուսաստանը, ինչ է անելու Ամերիկան,
ինչ են անելու Եվրասայույզի երկրները մեր հետ, հավատացեք, մենք պետություն չենք ունենալու։ Մենք պետք է ստեղծենք առաջի հերթին ուժեղ տնտեսության պետություն։ Մենք միջև չստեղծենք ուժեղ տնտեսության պետություն, մենք կախված ենք լինելու ոչ միայն Ռուսաստանից, նույնիսկ Մոզամբիկի պրեզիդենտը եթե չճանաչի, մենք վտանգ ենք ունենալու։ Մենք պետք է լինենք զարգացած տնտեսությամբ երկիր, վստահելի երկիր բոլորի համար։ Մենք չպետք է բաժանենք Ռուսաստան, Ամերիկա, մենք իրավունք չունենք այդ խաղերին մասնակցենք։ Ինչ գործ ունենք։ Ո՞վ է մեզ ստիպում, որ գնանք մասնակցենք։ Այսինքն միայն Փաշինյանը իշխանություն պահելու համար մենք ինչ որ խաղերի ենք մասնակցում։ Այդ խաղերը բերում են մեկ բան։ Վտանգ Հայաստանի պետությանը, վտանգ հայ ժողովրդին, քարշ գալով Փաշինյանը մի 5 տարի էլ կծկի, հետո բա գոյություն ունի ժողովրդի ցասում, բա որ մի օր սկսվի դա, դրա համար մենք իրենց համար շատ լավ պայման էինք, խելք ունենային, չէին անի այդքան ապօրինություններ, հանգիստ փոխանցեին իշխանությունը այն ուժին, ով արժանի էր եւ ով կտաներ այս երկիրը զարգացման, չունենալով փորձ։